Իմ լարվածությունը անցավ ձեզ փոխանցվեց։ Չէ, լարվածություն չի, զայնի արձագանքը խնդիր է։ Համադայի։ Խնդրում եմ անդրադառնալ հենց խորագրին, ձեր քաղաքական նախաձեռնության, միասնության թևեր, դեռ նշեցիք, որ հայրենասիրների փնտրտուք է ենթադրում, այդուհանդերձ որ շերտերի, որ շրջանակների միասնությունն է ակնկալում կամ ենթադրում։ Հաջորդ հարցը ձեր քաղաքական հայտը ցնցել է ոչ միայն այսպես իշխանամերձ շրջանակների պրոպագանդիստներին, այլև իրենց ընդդիմադիր ցույց տվող տարբեր շրջանակների չեն խուսափում արձագանքել, կոմենտել եւ այլն, ինչպես է վերաբերում դրան։ Եվ քաղաքական ուղենիշների մասին խոսեցիք, արտաքին քաղաքականության հատվածը կարծեք մակերեսային ստացվեց մի քիչ, ինչ արտաքին քաղաքական նախապատմություններ ունեք, ես նկատի ունեմ վեկտորների մասին, ինչ կմանրամասնեք, որովհետև հասկանալի է, որ այսօր հարցը ևս հանրային հետաքրքրությունների ոլորտում է, հաշվի առնելով մեր անհասկանալի արտաքին, այսպես անորոշ մի քիչ քաղաքականությունը, հենց վեկտորների ընդրության հարցում, դերևս այսքանը եւ վերջին հարցի համատեքստում Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելը, ինչպես եք պատկերացնում եւ ինչպես է հնարավոր շնորհակալություն։ Հարցերում եմ, բայց կթողնեմ մյուսներին։ Դե գրեթե բոլորը տվեցիք։ Շատ լավ։ Առաջին հարցը վերաբերում էր միասնությանը եւ հասարակության տարբեր խմբերի միավորելը։ Տեսեք, մենք ինչու սկսեցինք մտածել քաղաքական նախաձեռնության մասին եւ եկանք համոզման, որ սա այլևս պարտադիր է եւ առանց դրա պարզապես մենք չենք կարող իրացնել այն, ինչ անհրաժեշտ է։ Խոսքը վերաբերում է հասարակության առհասարակ միավորման, որովհետև մենք այսօր ցավոք սրտի իրենք իրավիճակ, որ հասարակությունը տրոհված է, բաժանված են խմբերի, մարդիկ ուղղակի օգնել են անգամ ատելությունից։ Այդ աստիճան բարդ է մեր հասարակությունում վիճակը։ Եվ մեր նպատակն է ապահովել այդ միասնությունը եւ աշխատել ոչ թե հակադրությունների սկզբունքով, այլ հանուն միավորման ու առաջընթացի։ Եթե սա առաջին հարցի մասով էր, ինչ վերաբերում է արձագանքներին, գիտեք, մենք անում ենք մեր գործը եւ շարունակելու ենք անել։ Մենք չենք նայելու թե ինչ արձագանքներ կան այն իմաստով մենք մեզ դրանք կարող ենք կանգնեցնել, չկանգնեցնել, մենք գիտենք ինչ ենք ուզում անել, գիտենք ինչ է մեր երկրին անհրաժեշտ եւ շարունակելու ենք այդ ընթացքով գնալ առաջ։ Արտաքին քաղաքականության հետ կապված։ Արտաքին քաղաքականության մասով ես հստակ նշեցի իմ ելույթում, որ մեր արտաքին քաղաքականությունը պատկերացնում ենք շահերի համադրման սկզբունքով, Հայաստանի շահերը հիմքում ունենալով եւ բազմակողմ քաղաքականություն։ Եթե կլինեն ավելի կոնկրետ վերաբերելի հարցեր արտաքին քաղաքականության մասով, այդ մասով նույնպես կանդրադառնանք։ Արցախի մասով մեզ համար կարևորագույն խնդիրներից է լինելու առհասարակ նախկինում տեղի ունեցած բոլոր հանցանքների, որոնք կատարվել են մեր նկատմամբ ադրբեջանական քաղաքականության հետևանքով, գործող իշխանության կոպիտ սխալների պատճառով, առհասարակ ոլորտի խնդիրների այս տարբեր խնդիրների պատճառով, այս հարցերը մենք երբեք մոռացության չենք տալու, խոսքս վերաբերում է արցախցիների վերադարձի խնդրին։ Բնականաբար սուտ կլինի ուղղակի, ճիշտ չի, արդար եւ ազնիվ չի լինի, եթե ես հիմա խոսեմ Արցախի վերադարձի մասին։ Բնականաբար մենք այդ հարցը չենք քննարկում, բայց ունենք 120,000-ից ավելի մեր հայրենակիցներ, որոնք տեղահանվել են ուղղակի իրենց հայրենի տներից, իրենց հայրենիքից։ Եվ նրանք
ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք։ Սա ես չեմ ինձանից հնարում։ Սա միջազգային սկզբունք է, հաստատված գոյություն ունեցող միջազգային կանոն, մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ արձանագրել է, ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը, ընդ որում հատուկ նշել է սկզբունքներ. արցախցիների վերադարձի ապահով վերադարձ, կամովին վերադարձ, կայուն վերադարձ, սրանք վերադարձի միջազգային սկզբունքներ են։ Ավելին ասեմ ձեզ, վերադարձի միջազգային իրավունքը ճանաչված է ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի դատական ակտով, այլ նաև այլ միջազգային փաստաթղթերով, օրինակ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հայտարարությամբ հստակ արձանագրված է այս հարցը։ Ավելին ասեմ ձեզ, այդ փաստաթուղթը ստորագրել է նաև Հայաստանը։ Ստորագրել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններ։ Այսինքն սա միջազգայինորեն ճանաչված իրավունք է։ Դրանից բացի սրա մասին խոսել են տարբեր պետություններ, թե արտաքին գործերի նախարարության, թե խորհրդարանների մակարդակով Շվեյցարիա, Կանադա, Եվրոպական խորհրդարան եւ այլն։ Եվ մենք մեզ համար անչափ կարևոր են, որ պետք է հաշվի առնենք, խոսքը գնում է այն մասին, որ մարդկանց նկատմամբ կատարվել են հանցագործություններ, էթնիկ զտումներ, որոնք անգամ ժամկետ չեն ճանաչում։ Դրանից բացի, այստեղ ուզում եմ ամբողջական լինելու համար հստակ արձանագրել։ Հայաստանի գործող իշխանությունը բացարձակ մանիպուլատիվ թեզով բերել արցախցիների վերադարձին հավասարեցրել է այսպես կոչված այդ կեղծիքը հաշվի առնելով ադրբեջանցիների վերադարձի թեզը եւ բերել հավասարեցվել է հավասար մակարդակի եւ ասում է, որ հարցը հավասարապես փակ է։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցը առհասարակ։ Օրինակ 2021 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատական ակտով հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատների ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս այդ դատարանի ենթակա քննության հարց չէ։ Այսինքն ինչ է ստացվում, մենք ունենք երկու միջազգային դատական ատյան, որոնք փակել են այս հարցը։ Հետևաբար ինչ է ստացվում, Հայաստանի կողմից մենք հստակ ունենք այսինքն հայերի, այսպես իրավունքների պաշտպանության, արցախահայության իրավունքների պաշտպանության առումով, մենք ունենք հստակ միջազգայինորեն ճանաչված իրավունք, իսկ մյուս մասով, եթե այս հարցը զարգանա ճանապարհով, ուրեմն նշանակում է սա տեղի ունենալու միայն քաղաքական լուծումով, որովհետև սրա իրավական ճանապարհները փակ են։ Դրանից բացի արցախցիների վերադարձի հարցերը մեր կամ որպես օրակարգային հարց, որպես միջազգայինորեն ճանաչված իրավունք միջազգային դատական ակտերով լինելուց զատ, մենք մեր երկրում ունենք մեր հայրենակիցներին ապահովելու, որպեսզի նրանք Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք, սոցիալական արժանապատիվ պայմաններ, առանց ատելության կյանք։ Այսօր տեսեք ինչ են կատարում։ Ամբողջ համացանցը, սոցիալական ցանցերը ողողված են արցախայցության նկատմամբ ատելությունով։ Իսկ մենք առաջարկում ենք բոլորովին այլ ճանապարհ, մասնավորապես մենք սկսելու ենք Արցախի ձայնը ծրագիր եւ այդ ծրագրի շրջանակներում հավաքագրելու ենք, արձանագրելու ենք կարիքները մեր Արցախի հայրենակիցների, որպեսզի ընտրություններից անմիջապես առաջ այնպես ենք անելու, որ մենք հստակ հավաքագրված ունենանք նրանց կարիքները, որ տեսնենք ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ մեր հայրենակիցները Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք եւ նաեւ սոցիալական պատշաճ պայմաններ։ Դրանից բացի իշխանության գալուց անմիջապես հետո մենք իրականացնելու ենք հատուկ ծրագրեր, ստեղծելու ենք Արցախի երեխաները հատուկ ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակներում ուսուցողական դասընթացներ ենք
ապահովելու մեր երեխաներին, որպեսզի նրանք հանկարծ դուրս չմնան Հայաստանի հասարակությունից, կրթական ծրագրեր եւ այլն։ Մենք ուզում եմ շատ կարևոր մի բան ընդգծել։ Արցախի Արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մաս է։ Սա մեզ համար կարևոր սկզբունք է լինելու։ Մենք օրինակ Երևանի կենտրոնում ստեղծելու ենք Արցախին վերաբերող պատմության թանգարան։ Մենք ստեղծելու ենք հատուկ գերատեսչություն Արցախի եւ բռնի տեղահանվածների հարցերով, որպեսզի այս բոլոր հարցերը մենք կարողանանք հստակ համակարգել պետական մակարդակով։ Գիտեք ինչ կա, մենք ունենք 100,000-ից 120,000-ից ավել հայրենակիցներ Արցախի։ Նրանք մեր հասարակության անբաժան մասն են, չէ՞, ամեն օր ապրում են, մեզ հետ են նրանք։ Հիմա դուք ուզում եք ասել, որ կամ որևէ մեկ ուզում ասել, մենք կարող ենք մոռանալ այս ամենը, խնդիրների առաջ աչքներս փակենք, դե իհարկե չի լինում, դրանից ավելի խնդիրները կմեծանան։ Այնպես որ այս հարցում մենք ցուցաբերելու ենք կոմպլեքս մոտեցում եւ մեր քաղաքականությունը հիմնված է լինելու այս սկզբունքների վրա, բայց մենք չենք առաջնորդվելու իհարկե պատրանքներով, ինչպես դες ասացի, կապված Արցախի վերադարձի, մենք այդ խոսույթը չենք ունենալու եւ մենք դա մեզ համար օրակարգային հարց իհարկե չենք համարում եւ դա կեղծիք էլ կլինի եւ անկեղծ չի լինի ժողովրդի նկատմամբ, եթե մենք շարունակենք այդ օրակարգով առաջնորդվենք։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։